Ես քեզ խնդրել էի, որ այս գյուղացիները այստեղ չլինեն, գոռաց ամուսինս, տեսնելով իմ ծնողներին ռեստորանում։ Նա գցեց սեղանին փողեր, որ նրանք վճարեն իրենց ընթրիքի համար եւ հեռանան։ Բայց մեր սեղանին մոտեցավ ռեստորանի տերը եւ «Բարև ձեզ, պարոն Ներսիսյան» բառերով խոնարհվեց իմ հորը։ Բարի օր բոլորին եւ գերազանց տրամադրություն։ Նախքան սկսելը գրեք մեկնաբանություններում, թե ինչ տրամադրություն ունեք, բաժանորդագրվել եք ալիքին եւ լայք դրել եք։ Հաճելի լսում։ Մանեն սիրով ուղեց ամուսնու կոշտ սպիտակ վերնաշապիկ կիոցիքը։ Արամը այսօր հատկապես տպավորիչ տեսք ուներ։ Թանկարժեք մոխրագույն կոստյումը կատարյալ նստած էր նրա վրա, իսկ նախորդ հանգստյան օրերին գնված նոր ժամացույցը կաշվե ժապավենով փայլում էր դաստակին։ Նրա շագանակագույն աչքերում վառվում էր այն արկածախառնկայծը, որն այդքան սիրում էր Մանեն։ Այսօր կարևոր օր էր, նրա արագընթաց կարիերայի հերթական աստիճանը։ 30 տարեկանում Արամը արդեն զբաղեցնում էր բաժնի պետի տեղակալի պաշտոնը Հորիզոնտ շինարարություն խոշոր ընկերությունում։ Ինչպես եմ, հարցրեց նա, պտտվելով հայելու առաջ։ Բավականաչափ հարգալից հանդիպման համար։ Դու հիասքանչ ես, անկեղծորեն ժպտաց Մանեն։ Ամենագեղեցիկ եւ ամենախոստումնալից տղամարդն այս քաղաքում։ Արամը գոհ հնչյուն հանեց եւ համբուրեց կնոջը ճակատին։ Նրանք միասին էին 5 տարի, որից 3-ը ամուսնության մեջ։ Մանեն 28 տարեկան, քաղաքային գրադարանի մանկական բաժնի վարիչուհին նրա լիակատար հակադրություններ։ Հանգիստ, խաղաղ, նախընտրում էր գրքով հարմարավետ երեկոները, քան աղմկոտ ընկերությունները։ Արամը էներգիա էր մարմնացած։ Նա մեծացել էր փոքրիկ գավառական քաղաքում, մայրաքաղաք էր եկել մեկ ճամպրուկով եւ մարդ դառնալու վճռական մտադրությամբ, եւ նրան հաջողվում էր, խելացի էր, հավակնոտ եւ կարողանում էր տպավորություն թողնել։ Մանեն հպարտանում էր նրանով, նրա հաջողություններով, անձնվեր կամքով։ Երեկոյան ծնողներս կգան, հիշեցրեց նա, տալով պորտֆելը։ Մայրիկս գաղամբով կարկանդակներ է թխել, քո սիրածը։ Արամը մի պահ կզգզգվեց։ Դարձյալ, Մանե, մենք նախորդ շաբաթ նրանց մոտ էինք։ Կարոտել են, դու էլ հայրիկիս խոստացել էիր օգնել ավտոտնակի կողպեքը փոխել։ Լավ, հառաչեց նա։ Միայն թե երկար չնստեն, վաղը վաղ է մարտնանում։ Նա լռեց, թեև այդ հառաչանքը տհաճորեն քորեց սիրտը։ Վերջին ժամանակներս նա ավելի ու ավելի հաճախ էր դժգոհություն հայտնում նրա ծնողներից։ Լենայի հայրը ամբողջ կյանքում աշխատել էր որպես գործիքագործ սարքավորող գործարանում, իսկ մայրը Աննան կարի ատելյեում կարի մեքենայի հետևում։ Պարզ, բարի, աներևակայելի անկեղծ մարդիկ էին, սիրում էին փեսային եւ ամեն հանդիպմանը փորձում էին նրան համեղ բանով հյուրասիրել, տուն տալ տնական պահածոներ։ Ավելի վաղ Արամին դա գրավում էր, հաճույքով ուտում էր մոր կարկանդակները եւ հետաքրքրությամբ լսում հորը գործարանային պատմությունները։ Բայց վերջին կես տարում ինչ-որ բան փոխվել էր։ Երեկոյան, երբ ծնողները եկան, Մանեն կրկին զգաց դա։ Պարոն Ներսիսյանը, ինչպես միշտ, բերել էր իր այգու բանջարեղենով տոպրակ, իսկ Աննան դեռ տաք խնձորային շտրուդել։ Արամ, սա քեզ, ամաչկոտ ժպտալով մեկնեց նա փեսային, դարչինով, ինչպես սիրում ես։ Շնորհակալություն, Աննա Սերգեևնա, Արամը վերցրեց, բայց ժպիտը Մանեին կեղծ թվաց։ Միայն չարժեր անհանգստանալ, մենք կարող էինք խանութից գնել։ Ընթրիքի ժամանակ հայրը ոգևորված պատմում էր, թե ինչպես է հարևանի հետ այգում նոր ջերմոց կառուցում։ Պատկերացրու փեսա, ամեն ինչ ինքներս։ Իմ ձեռքով գծագիր կազմեցի, նյութը հաշվեցի։ Ոսկե ձեռքեր ունի մարդը։ Այո, գովելի է, ասաց Արամը ատամների արանքով, պատարակաղով խաղալով ափսեի մեջ։ Թեև հիմա կան ընկերություններ, որոնք մեկ օրում ցանկացած ջերմոց կբերեն եւ կտեղադրեն, ժամանակի եւ ուժերի խնայողություն։ Պարոն Ներսիսյանը մի փոքր ընկճվեց, բայց շուտով գտավ պատասխանը։ Դա հետաքրքիր չէ, որտեղ է այդ դեպքում հոգին, գլխավորը գործընթացն է։ Մանեն տեսնում էր, թե որքան դժվար էր այդ խոսակցությունը։ Արամը, ընկղմված մեծ նախագծերի, գործարար հանդիպումների եւ թանկարժեք ռեստորանների աշխարհում, կարծես սկսել էր ամաչել նրա ծնողների պարզությունից։ Նա այլևս չէր ծիծաղում հոր կատակների վրա, այլ միայն հանդուրժողաբար ժպտում էր։ Այլևս չէր գովում մոր խոհանոցությունը, այլ խոսում էր խոլեստերինի վտանգից եւ էլիտար սուպերմարկետների օրգանական արտադրանքի օգտակարությունից։ Երբ ծնողները գնացին, Արամը թեթևությամբ շունչ քաշեց։ Ֆուհ, վերջապես, Երանի հազվադեպ կան, համաձայն ես, ասաց նա ափսեները հավաքելով։ Ինչի մասին խոսենք նրանց հետ։ Ջերմոցներ, տնկիներ, հարևան դյուտյա Վասյա, դա կանաչ ձանձրույթ է։ Արամ, նրանք իմ ծնողներն են, հանգիստ պատասխանեց Մանեն։
Նրանք սիրում են քեզ։ Գիտեմ, որ սիրում են, ձեռքով արեց նա, եւ ես հարգում եմ նրանց, բայց հասկացիր, ես այլ շրջանակներում եմ պտտվում, գործընկերներ, ներդրողներ, պետք է համապատասխանեմ, իսկ այգու մասին այդ խոսակցությունները ինձ հետ են քաշում այն անցյալը, որից այդքան ջանքով դուրս եմ եկել։ Նա մոտեցավ եւ գրկեց ուսերից։ Ներողություն, եթե կոպիտ եմ, պարզապես շատ եմ հոգնել։ Այս հանդիպումը ամեն ինչ կախված է դրանից, պետք է լինեմ բարձր մակարդակի վրա։ Մանեն կպավ նրան, ներշնչելով ծանոթ թանգոծանելիքի հոտը, փորձում էր հասկանալ, աշխատանքի ճնշում, մշտական ստրես, հավանաբար պարզապես հոգնել է։ Նա դեռ չգիտեր, որ դա հոգնածություն չէր, դա վերջի սկիզբն էր, առաջին աննկատ զանգը, որը հայտարարում էր փոթորքի մասին, որը շուտով կքանդի նրա աշխարհը։ Մեկ շաբաթ անց Արամը տուն վերադարձավ թևերով։ Ես արեցի, հայտարարեց Շեմից, բարձրացնելով Մանեին եւ պտտցնելով նախասենյակում։ Վոլսկին հավանություն տվեց նախնական նախագծին։ Ես կունենամ իմ թիմը եւ լիակատար ազատություն։ Սիրելիս, այնքան ուրախ եմ քեզ համար, ծիծաղում էր Մանեն գրկելով նրան։ Գիտեի, որ կհաջողվի։ Նրանք բացեցին շամպայնի շիշը, որը պահում էին հատուկ առիթի համար։ Արամը ոգևորված պատմում էր հեռանկարների նոր գրասենյակի ապագա բոնուսների մասին։ Աչքերը վառվում էին։ Հիմա ամեն ինչ այլ կլինի, ասաց նա նրան լցնելով փրփրուն գինին։ Կտեղափոխվենք էլիտար համալիրի նոր բնակարան։ Ես քեզ կգնեմ այնպիսի մուշտակ, որի մասին նույնիսկ չես երազել։ Դու կթողնես գրադարանը։ Չի սազում իմ մակարդակի տղամարդու կնոջը կոպեկների դիմաց աշխատել։ Վերջին նախադասությունը մի փոքր ցավ պատճառեց։ Բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, մեղմար արկեց Մանեն։ Գործը փողը չէ, ինձ դուր է գալիս մթնոլորտը, գրքերը, երեխաների հետ շփումը։ Դե կզբաղվես բարեգործությամբ, արատաձեռնորեն թույլ տվեց Արամը։ Կկազմակերպես որևէ հիմնադրամ։ Հիմա դա նորաձև է եւ կարգավիճակային։ Այդ պահին Մանեն հիշեց իր փոքրիկ նախագիծը, որին վերջին ամիսներին զբաղվում էր։ Նա կազմակերպում էր բարեգործական գրքի տոնավաճառ, որի օղջ հասույթը պետք է գնար քաղաքի որբանոցի վերանորոգմանը։ Այդքան օգևորությամբ էր հավաքում գրքեր, պայմանավորվում տեղի հրատարակչությունների հետ, փնտրում կամավորներ։ Իդեպ, բարեգործության մասին օգևորվեց նա։ Հիշում ես, պատմել էի տոնավաճառի մասին։ Ահա, շինարար մշակույթի տան տնօրենը համաձայնեց անվճար տրամադրել սրահը։ Դա այնքան մեծ հաջողություն է։ Արամը դեմքը ծամածրեց։ Ինչ շինարար մշակույթի տուն։ Դա խորհրդային ժամանակների մնացորդ է։ Փոշոտ վարագույններ, ճռռաց հողատակներ։ Քեզ չի համաչի այնտեղ մարդկանց հրավիրել։ Բայց այնտեղ տոնավաճառ է սովորական քաղաքացիների, երեխաների համար, շփոթվեց Մանեն։ Գլխավորը գումար հավաքել որբանոցի համար։ Իմիջը ամեն ինչ է, դասախոսական տոնով ասաց նա։ Դու հիմա Արամ Դարչինյանի կինն ես, քո ամեն քայլը ազդում է իմ հեղինակության վրա։ Եթե ուզում ես բարեգործությամբ զբաղվել, արա դա գեղեցիկ։ Կազմակերպիր աճուրդ թանկարժեք ռեստորանում, հրավիրիր մամուլ։ Մանր եւ խորհրդային բառերը ցավալի վիրավորեցին։ Դա նրա նախագիծն էր, նրա սիրելի գործը, որի մեջ հոգի էր դրել, եւ նա այդքան հեշտությամբ արժեզրկեց այն։ Լավ, կմտածեմ, հանգիստ ասաց նա երեկոմ չփչացնելու համար։ Բայց ներքին մենախոսությունը այլևս չէր կանգնում։ Նա նստած էր ամուսնու կողքին, ժպտում, գլխով անում, իսկ ինքը մտածում էր. երբ դարձավ նա այդպիսին, երբ անկեղծությունն ու բարությունը դարձան նրա համար մանրունգ։ Հիշեց նրանց առաջին ժամադրությունը։ Զբոսնում էին պուրակում, ուտում հոթ-դոգ, եւ նա այնքան ոգևորությամբ պատմում էր մանկության, հոր հետ ձկնորսության, մոր թխած աշխարհի ամենահամեղ կարկանդակների մասին։ Այն ժամանակ նա չէր թվում մարդ, ով կամաչի շինարար մշակույթի տանից։ Լարվածությունը օրեցօր աճում էր։ Արամը ավելի ու ավելի խորանում էր կարգավիճակային մարդկանց իր նոր աշխարհում։ Փոխեց զգեստապահարանը, սկսեց հաճախել գոլֆակումբ, եւ նրանց բառապաշարում հայտնվեցին networking, references եւ positioning բառերը։ Ավելի հաճախ էր ուշանում աշխատանքից, իսկ հանգիստյան օրերն անցկացնում գործարար հանդիպումներով։ Մի երեկո տուն վերադարձավ հատկապես գրգռված։ Այսօր քո հորն հանդիպեցի քաղաքում, նետեց կոշիկները հանելիս։ Իսկապես, ուրախացավ Մանեն։ Որտեղ։ Իմ գրասենյակի մոտ, դուրս էր գալիս հատուկ հագուստի խանութից իր հին աշխատանքային բաճկոնով եւ մաշված կոշիկներով։ Մանե դա ամոթ էր,
Իմ գործընկերը հարցրեց. «Ստաս, ով է այդ տղամարդը, որ այդքան ջերմ ողջունեց քեզ»։ Եվ ինչ պատասխանեցիր, սառչելով հարցրեց Մանեն։ Ասացի, որ հեռավոր ազգական է գյուղից, ասաց նա ատամների արանքով։ Ինչ պետք է ասեի, որ սա իմ աներն է, ով նման է կառավարման ընկերության սանտեխնիկի։ Մանեն զգաց, թե ինչպես արդյունքները հասան աչքերին։ Արամ, ինչպես կարող ես։ Սա իմ հայրն է։ Նա այգուց էր գալիս, դրա համար այդպես հագնված։ Նա հրաշանի, բարի մարդ է։ Բարությունը մասնագիտություն չէ, պայթեց Արամը, եւ այն չի չեղարկում պարկեշտ տեսք ունենալու անհրաժեշտությունը։ Ես կառուցում եմ իմ հեղինակությունը աղյուս առ աղյուս, իսկ քո ծնողները միայն իրենց տեսքով կարող են ամեն ինչ քանդել։ Խնդրում եմ, ասա նրանց, որ կենտրոնում չհայտնվեն, հատկապես իմ գրասենյակի մոտ, սա իմ վճռական խնդրանքն է։ Նա գնաց ննջարան, դուռը բարձրաձայն փակելով։ Մանեն մնաց նախասենյակում եւ զգաց, որ իր աշխարհը ճաքում է։ Դա այլևս պարզ դժգոհություն չէր, դա ուղղակի նվաստացում էր, պահանջ թաքցնել իր ծնողներին որպես ամոթալի գաղտնիք։ Նա գնաց խոհանոց, ջուր լցրեց եւ նայեց իր արտացոլանքին մութ պատուհանում։ Հասուն, ամուսնացած կին, որին սեփական ամուսինը ստիպում է ամաչել ամենամոտ մարդկանցից։ Ինչ-որ բան ներսում կոտրվեց։ Համբերությունը, որ համարում էր առաքինություն, ստսեց թվալ թուլություն։ Անդառնալիության կետը անցավ մեկ շաբաթ անց։ Արամը ներխուժեց բնակարան հեռախոսը թափահարելով։ Դեմքը գունատ էր, ձեռքերը դողում էին։ Սա աղետ է, գոռաց նա, ամբողջական աղետ։ Ինչ պատահեց, վախեցած հարցրեց Մանեն, կտրվելով գրքից։ Վոլսկին, այդ նույն Վոլսկին գլխավոր ներդրողը, գալիս է մեր քաղաք եւ ուզում է ընտրել ինձ հետ եւ իմ ընտանիքի հետ։ Մանեն անմիջապես չհասկացավ խուճապի պատճառը։ Դա հրաշալի է, ասաց նա, հսկայական հնարավորություն է քեզ համար։ Դու չես հասկանում։ Արամը գլուխը բռնեց։ Նա ուզում է ծանոթանալ ընտանիքի հետ, կնոջ ծնողների հետ։ Նա շատ պահպանողական է։ Նրա համար կարևոր են ընտանեկան արժեքները, ավանդույթները։ Ուզում է տեսնել, թե ինչից եմ ես պատրաստված, ինչպիսին է իմ հենարանը։ Եվ ո՞րն է խնդիրը։ Դեռ չէր հասկանում Մանեն։ Նրանք կծանոթացնես մեզ հետ, ին ծնողների հետ։ Նրանք հրաշալի մարդիկ են։ Նա կտեսնի։ Արամը նայեց նրան այնպես, ասեց առաջարկել էր բերել կրկեսից արջ։ Քո ծնողների հետ, սուլեց նա։ Դու խելագարվել ես, պատկերացնում ես, թե ինչ կլինի։ Քո հայրը կսկսի նրան ջերմոցի եւ ավտոտնակի կողպեքի մասին պատմել։ Իսկ մայրը կբերի կարկանդակներ կտրով։ Սա միլիոնների հանդիպում է։ Խաղադրույքի նրա է իմ կարիերան։ Մեր ապագան։ Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք ամեն ինչ փչացնեն։ Քո բառը հարվածեց Մանեին որովայնի տակ։ Նա նույնիսկ չկարողացավ ասել ծնողներս։ Ինչ ես առաջարկում։ Ձայնը սառը դարձավ։ Մենք կգնանք ընթրիքի երկուսով։ Ես կասեմ, որ իմ ծնողները մեկ այլ քաղաքում են, իսկ քոնները ցավոք հիվանդացել են։ Այո, հիանալի գաղափար։ Հիվանդացել են։ Իսկ եթե նա հետո ուզենա հանդիպել նրանց հետ, հարցրեց Մանեն։ Չի ուզենա։ Նրա այցը ընդամենը 2 օր է։ Գլխավորը ճիշտ տպավորություն թողնել այս ընթրիքի ժամանակ։ Մանե, խնդրում եմ քեզ։ Նա վերցրեց ձեռքերը եւ հայացքը դարձավ աղաչող։ Համաձայնվիր, սա շատ կարևոր է։ Ամեն ինչ կախված է դրանից։ Մանեն լռում էր։ Ներսում պայքարում էին երկու զգացողություն՝ ամուսնու հանդեպ սերն ու օգնելու ցանկությունը եւ աճող զզվանքը նրա սնոբիզմից եւ դավաճանությունից։ Նա խնդրում էր ոչ միայն ստել, այլև ուրանալ իր ընտանիքից։ Լավ, վերջապես ասաց նա։ Ձայնը օտար էր։ Կանեմ ինչպես խնդրում ես։ Արամը թեթևությամբ շունչ քաշեց եւ ամուր կրկեց։ Շնորհակալություն սիրելիս։ Գիտեի, որ կհասկանաս։ Դու աշխարհի լավագույն կինն ես։ Նա չտեսավ դեմքի արտահայտությունը, իսկ նա գլուխը հենած ուսին մտածում էր, որ լավագույն կնոջից մինչև արհամարված ազգական ընդամենը մեկ քայլ է, եւ իր ամուսինը հեշտությամբ ստիպում էր նրան այդ քայլն անել կրկին ու կրկին։ Ամբողջ հաջորդ օրը Արամը պատրաստվում էր ընթրիքին, որպես կյանքի գլխավոր ճակատամարտին։ Նա ամրագրել էր Վերսալ ռեստորանի ամենաթանկ սեղանը։ Մի քանի անգամ զանգահարել էր ադմինիստրատորին, ճշտելով մենյուի մանրամասները, խնդրել էր, որ սպասարկի լավագույն մատուցողը։ Երեկոյան նա Մանեին իրական հարցաքննության ենթարկեց։ Լավ, եկ կրկնենք լեգենդը, ասաց նա սենյակում քայլելիս։ Իմ ծնողները Մոսկվայի համալսարանի պրոֆեսորներ են, շատ զբաղված մարդիկ, ուստի չկարողացան գալ։ Քո հայրը նախկին զինվորական է, գնդապետ թոշակի անցած, հիմա գրում է հուշեր։ Մայրն արվեստաբան է, զբաղվում է մասնավոր պրակտիկայով։ Նրանք ապրում են քաղաքից դուրս, եւ հիմա ցավոք 2-ով էլ գրիպ են ընկել։
Հասկացալ։ Մանեն լուր գլխով արեց, նրան զզվելի էր արտասանել այդ սուտը։ Եվ էլի, ավելացրեց նա, ոչ մի խոսք քո գրադարանի մասին, կասես, որ ժամանակավորապես չես աշխատում, զբաղված ես տնով և բարեգործական նախագծով, միայն թե մի հիշատակիր այդ շինարար մշակույթի տունը, ասա, որ աճուրդ ես կազմակերպում Պարգևիր կյանք հիմնադրամի համար, հնչում է հարգալից։ Արամ, սա արդեն չափազանց է, չդիմացավ նա, մի բան է ստել ծնողների մասին, բայց ինչու ստել իմ մասին, որովհետև ամեն ինչ պետք է կատարյալ լինի, կտրուկ ասաց նա, Վոլսկի Լինին դպրոցի մարդ է, նրա համար գործընկերոջ կինը նրա այցեքարտն է, և դու պետք է իդեալական լինես։ Այդ խոսակցությունը Մանեի համար դարձավ վերջին կաթիլը։ Նա հասկացավ, որ Արամը ամաչում է ոչ միայն իր ծնողներից, այլև իրենից, իր հանգիստ աշխատանքից, պարզ հոբբիներից, այս ամբարտավանության տոնավաճառին մասնակցելու չցանկությունից։ Նա նրա համար էլ այն անցյալի մաս էր, որ պետք է թաքցնել, վերաշարադրել, վեհացնել։ Շաբաթ երեկոյան ընթրիքից 1 ժամ առաջ Մանեն նստած էր հայելու առաջ, իսկ Արամը քննադատաբար զննում էր նրա հագուստը, պարզ, բայց էլեգանտ մուգ կապույտ զգեստ։ Գուցե դնես այն վզնոցը, որ նվիրել էի, հարցրեց նա, ավելի թանկ կթվա։ Այն չի համապատասխանում այս զգեստին, հանգիստ պատասխանեց Մանեն։ Ինչպես ուզես, նա ուսերը թոթվեց։ Գլխավորը հիշիր այն ամենը, ինչի մասին պայմանավորվեցինք, ոչ մի ավելորդ բառ։ Երբ դուրս էին գալիս բնակարանից, Մանեն աննկատելիորեն պայուսակը դրեց հեռախոսը և միացրեց ձայնագրիչը։ Դեռ չգիտեր, թե ինչու է դա անում։ Պարզապես ինքնապահպանման բնազդը հուշեց, որ այս երեկոն կարող է ապացույցներ պահանջել։ Վերսալ ռեստորանը շլացնում էր շքեղությամբ, բյուրեղյա ջահեր, ծանր թավշյա վարագույրներ, դյունաջերմակ սփռոցներ և անաղմուկ շարժվող մատուցողներ։ Արամը այստեղ իրեն ձուկ էր զգում ջրում։ Վստահորեն տարավ Մանեին դեպի ամրագրված սեղանը, մեկուսի անկյունում, և քաղաքավարի էդ քաշեց աթոռը։ Իդեալական, շշնջաց նա շուրջը նայելով։ Վոլսկին կգնահատի ճաշակը։ Պարոն Վոլսկին 60-ամյա տղամարդ, խորաթափանց մոխրագույն աչքերով և ջերմակ մազերով եկավ ճիշտ ժամին։ Հագնված էր ոչ ցուցադրական, բայց շատ թանկ, շարժու ձևերում զգացվում էր իշխանության սովոր մարդու վստահությունը։ Արամ, ուրախ եմ հանդիպմանը, ասաց նա ձեռք սեղմելով։ Իսկ սա ենթադրում եմ ձեր հմայիչ տիկին Մանեն է։ Իմ կինը և իմ գլխավոր հենարանը, ներկայացրեց Արամը։ Շատ հաճելի է։ Վոլսկին քաղաքավարի համբուրեց Մանեի ձեռքը։ Ձեր ճաշակը հիասքանչ է, Արամ, և ես ոչ թե ռեստորանի մասին եմ խոսում։ Մանեն քաղաքավարի ժպտաց, զգալով իրեն որպես վատ բեմադրված ներկայացման դերասանուհի։ Ամբողջ երեկոն խաղում էր հաջողակ տղամարդու իդեալական կնոջ դերը։ Խոսում էր բարեգործության, արվեստի մասին, պահպանում լույսի խուսակցություն, հիանում պատուհանից երևացող տեսարանով։ Արամը գոհ էր, գոհունակ հայացքներ էր նետում, նրա ծրագիրը աշխատում էր։ Նա գրեթե մոռացել էր ներքին լարվածության մասին, երբ հայացքը պատահաբար ընկավ ռեստորանի մուտքին։ Դռների մոտ կանգնած էին նրա ծնողները, մայրը իր լավագույն զգեստով, այն, որ գնել էր հարևանուհու Հոբելյանի համար, իսկ հայրը մաքուր արտուկված վերնաշապիկով։ Նրանք շփոթված շուրջը նայում էին, ակնհայտորեն իրենց տեղում չզգալով այս ցուցադրական շքեղության մթնոլորտում։ Մանեի սիրտը ընկավ։ Մամ, պապ, շշնջաց նա, ինչ են անում այստեղ։ Արամը հետևեց հայացքին, և դեմքը անմիջապես փոխվեց, ժպիտը անհետացավ։ Ես խնդրել էի, շշնջաց այնքան ցածր, որ Վոլսկին չլսեց։ Ես աղաչում էի քեզ։ Ես չգիտեմ, թե ինչպես են այստեղ հայտնվել, շփոթված պատասխանեց Մանեն։ Ես նրանց ոչինչ չեմ ասել։ Ադմինիստրատորը մոտեցավ նրա ծնողներին և ինչ-որ բան հարցրեց։ Ներողություն, ասաց Արամը, վեր կենալով, պետք է մի րոպե բացակայեմ, շտապ զանգ։ Նա արագ քայլերով գնաց դեպի Մանեի ծնողները։ Նա սարսափով դիտում էր այդ տեսարանը։ Տեսնում էր, թե ինչպես փոխվեց հորը դեմքը, երբ Արամը կտրուկ ինչ-որ բան ասաց։ Տեսնում էր, թե ինչպես մայրը վախեցած բռնեց ամուսնու թևից։ Ինչ է ասում նրանց, մտքում մտածում էր։ Հիշեց մանկության վախերը, երբ վախենում էր, որ կխոսեն վատ գնահատականի համար։ Հիմա նույնն էր զգում, միայն հարյուրապատիկ, վախ և ամոթ ամուսնու համար, ով իր աչքի առաջ նվաստացնում էր ամենաթանկ մարդկանց։ Մանեն չդիմացավ։ Ներողություն, ասաց Վոլսկուն, կարծես իմ ծնողներին օգնություն է պետք։ Նա վեր կացավ և գնաց նրանց մոտ, զգալով ներդրողի զարմացած հայացքը։ Երբ մոտեցավ, Արամը դրամապանակից հանում էր մի կույտ թղթադրամ։
Ահա, վերցրեք, սուլում էր ատամների արանքով։ Վճարեք ձեր ընթրիքի համար ուրիշ տեղ եւ խնդրում եմ, այլևս չհայտնվեք այնտեղ, որտեղ ես եմ, հասկացաք։ Բայց որդի։ Ես ձեզ որդի չեմ, գոռաց Արամը։ Հեռացեք այստեղից, մինչև չկանչեմ պահակներին։ Դուք ամոթ եք պատճառում ինձ։ Այդ պահին նրանց սեղանին մոտեցավ ռեստորանի տերն ինքը, սմոկինգով ներկայանալի տղամարդ։ Նա անցավ Արամի կողքով, կարծես չնկատելով, եւ ուղիղ գնաց դեպի պարոն Ներսիսյանը։ «Բարև ձեզ», ասաց նա խորին խոնարհվելով։ «Ինչ պատիվ, մենք ձեզ այսօր չէինք սպասում»։ Նա ամաչելով ձեռք սեղմեց։ «Բարև Սեմյոն, այո, կնոջս հետ որոշեցինք տարեդարձը նշել, ահա եկանք ընտրելու»։ «Տարեդարձ», ձեռքերը թափ տվեց տերը։ «Դա տոն է, ձեզ համար այսօր ամեն ինչ իմ հաշվին, լավագույն սեղան, լավագույն գինի, խնդրեմ»։ Նա հրամայական ժեստով ցույց տվեց մատուցողներին, եւ նրանք անմիջապես սկսեցին սեղան պատրաստել պատուհանի մոտ։ Արամը կանգնած էր կայծակահարված, ձեռքին փողերի կույտով, դեմքը սփռոցի պես սպիտակ էր։ Նա ոչինչ չէր հասկանում։ «Ներողություն», դիմեց նա տիրոջը, «դուք ճանաչում եք էս մարդուն»։ Սեմյոնը շրջվեց եւ սառը հայացքով չափեց Արամին։ «Ճանաչում եմ, երիտասարդ, ես նրան ամեն ինչով պարտական եմ։ Նա ոչ միայն իմ հին ընկերն է, նա այս ամբողջ հոլդինգի եւ այս ռեստորանի տերն է»։ Արամի համար աշխարհը միակնթարթում փլուզվեց։ Հոլդինգի տեր, իր աները, պարզ գործարանային սարքավորող, որին հենց նոր փորձում էր դուրս հանել իր իսկ ռեստորանից, պարզվեց մուլտիմիլիոնատեր է։ Այդ տեղեկությունը ոչ մի կերպ չէր տեղավորվում գլխում։ Նա նայում էր պարոն Ներսիսյանին, ով անհարմար ժպտում եւ փորձում էր հրաժարվել հատուկ ուշադրությունից, եւ տեսնում էր ոչ թե հին բաճկոնով գյուղացու, այլ հզոր մարդու, որից հիմա կախված էր նրա ողջ կյանքը։ «Պապ», միայն կարողացավ շշնջալ Մանեն, լայն բացված աչքերով նայելով հորը։ Նա ոչ պակաս ցնցված էր, քան Արամը։ «Ներողություն, դուստր, որ ավելի վաղ չասացինք։ Չէինք ուզում, որ քո հետ փողի համար ամուսնանան։ Ուզում էինք, որ քեզ սիրեն այնպիսին, ինչպիսին կաս։ Քո ընտրյալին ստուգում էինք, այսպես ասած»։ Նա ծանր հայացք նետեց գունատ փեսային եւ թվաց, թե նա ստուգումը չանցավ։ Վոլսկին, ով դիտում էր այդ տեսարանը իր տեղից, վեր կացավ եւ մոտեցավ նրանց խմբին։ «Պարոն Ներսիսյան, սիրելիս, ինչ ճակատագրեր», ասաց նա ջերմորեն գրկելով Մանեի հորը։ «Ես նստած սպասում եմ հանդիպման ձեր գլխավոր ինժեների հետ, իսկ այստեղ ինքը տերն եկավ»։ «Բարև Միխայիլ», ժպտաց։ «Ահա որոշեցի կնոջս լույսի տակ հանել, իսկ սա ծանոթացիր, իմ դուստրը, Մանեն է, իսկ սա»։ Նա կանգ առավ։ «Նրա ամուսինը, Արամը, կարծեմ քո խոստումնալից աշխատակիցը»։ Վոլսկին հայացքը դարձրեց Արամին, աչքերում այլևս ոչ հարգանք կար, ոչ հետաքրքրություն, միայն սառը արհամարհանք։ «Այո», դանդաղ ասաց նա, «կարծեմ ես սխալվել եմ նրա խոստումնալիցության հարցում։ Մարդ, ով այդպես է վերաբերվում ընտանիքին, չի կարող խուսալի գործընկեր լինել»։